Նախ ուզում եմ ասել, որ պատերազմը, սկսված պատերազմը դիվանագիտության, պարտության կամ դիվանագիտության անազնվության մասին է, որտեղ հայտնի էր, որ Իրանի եւ Ամերիկայի միջև բանակցություններ են տեղի ունենում, դիվանագիտական շփումներ կար եւ ցանկացած բանակցություն, ցանկացած դիվանագիտություն շատ ավելի լավ է, քան պատերազմը, բայց շատ հանկարծակի այդ բանակցությունները ընդհատվեցին եւ սկսվեց պատերազմը։ Սա խոսում է առնվազն բանակցող կողմերից մեկի, տվյալ պարագայում ԱՄՆ-ի ոչ այդքան ազնիվ իրականացրած քաղաքականության մասին։ ԱՄՆ-ն եւ կոնկրետ նախագահ Թրամփը հայտարարում էր, որ իրենք խաղաղություն են բերում, կանխել են տարբեր պատերազմներ, բայց հենց իրենք սկսեցին մի արյունալի պատերազմ, որը արդեն բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել եւ ավերածությունների։ Մյուսը, որ ուզում եմ շեշտել, որ Իրան պետությունը եւ իրանական ժողովուրդը ցուցաբերում է շատ տարբերվող մոտեցում, որ որևէ կերպ չի նահանջում իր արժեքներից, որևէ կերպ չի գնում ճնշումների, ներքո զիջումների, այլ վարում է իմ կարծիքով արժանապատիվ պատերազմ։ Ուժեղ պետություններ, մի քանի պետություն դուրս են եկել իր դեմ, բայց նա վարում է ընդգծված արժանապատիվ պատերազմ հանուն իր անկախության, հանուն իր արժեքների, հանուն իր ինքնուրույնության եւ այլն։ Եվ կարծում եմ, որ նաեւ այստեղ ամբողջ աշխարհի առաջ մի հետաքրքիր process է տեղի ունենում, թե ինչպես ոչ թե խոսքով, այլ գործով մարդիկ զոհվում են հանուն իրենց ազգի ու պետության եւ մահին արհամարում են մահը, քանի որ հայրենիքն ու ազգն ու պետությունը ավելին են, քան մարդու ժամանակավոր կյանքը։ Եվ մենք տեսանք, որ բազմաթիվ իրանցի պաշտոնյաներ հոգեբանորեն պատրաստ էին ինքնազոհության եւ լուսահոգի գերագույն հոգեոր առաջնորդը եւ բազմաթիվ գեներալներ եւ պարոն Լարիջանին եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսի մտածողություն ունի իրանական հասարակությունը։ Եվ անկեղծորեն ուզում եմ ասել, որ այս պատերազմը ցույց է տալիս իրանական պետության դարավոր տրադիցիաները եւ արժանապատվությունը եւ վստահ եմ, որ անգամ թշնամիները, Իրանի թշնամիները իրենց հոգու խորքում հարգանքով են վերաբերվում այն դիմադրությանը, այն ամենին, ինչ որ հիմա ցուցաբերում է Իրան պետությունն ու իրանական հասարակությունը։ Եվ Վիկտոր Հյուգոն մի հետաքրքիր միտք ունի, հայտնի գրող Վիկտոր Հյուգոն, որ ասում է պատերազմի հաջողությունները հաշվում են նրա բերած չարիքի չափերով, աղետի չափերով։ Եվ այս պատերազմի ամենացնցող դեպքերից մեկը ուրեմն դպրոցի ռմբակոծումն էր, որին զոհ գնացին 160-ից ավել անմեղ աշակերտներ, աշակերտուհիներ, եւ դա չի կարող ունենալ որևէ ներում եւ որևէ մեկնաբանում։ Այնպես որ աշխարհը նաեւ ցավոք այս ամենի միջոցով դաս է քաղում, թե իրականությունն ու կեղծիքը ինչքանով են իրարից տարբերվում եւ որն է իրական խաղաղության մասին մտածող պետություններն ու քաղաքական գործիչները, ովքեր են այդ ամենի մասին ուղղակի կեղծ հայտարարություններ անողները։ Ես որպես Հայաստանի քաղաքացի եւ որպես արևելագետ իրոք առաջին հերթին խորը ցավ եմ ապրում Իրան պետությանը պատահած այս աղետի համար, մեծ ցավ եմ ապրում բազմաթիվ զոհերի համար եւ իրոք ցանկանում եմ եւ աղոթում եմ, որպեսզի պատերազմը, ավերածությունները եւ զոհերը րոպե առաջ դադարեն, Իրանը վերադառնա իր բարեկեցիկ կյանքին եւ Իրանը այս պատերազմից դուրս գա իր համար կարևոր կենսական շահերը, իր արժանապատվությունը պահպանած։ Եվ ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է։ Իմ հարգանքը, իմ խոնարհումը մեր բարեկամ պետությանն ու ժողովրդին եւ իմ ցավակցությունները բոլոր զոհերի ընտանիքներին։ Աստված պահապան Իրանին։